Աստծո խոսքը խորհրդածելու եւ Աստծո խոսքի մասին մտածելու ու նորովի բացահայտելու Աստծո խոսքը յուրահատուկ մղում եւ դիրք պետք է ունենանք մենք բոլորս։ Քանի որ դրանից է մեր ուրախությունը, դրանից է մեր հաջողությունը։ Ուրեմն խոսքը, որը ուզում եմ ընթերցել, դա Սաղմոսներից է, բոլորիս հայտնի, բոլորիս համար շատ անգամ կարդացված եւ հավատացած եմ ու մեր դուրը շատ է եկել այդ խոսքը, առաջին խոսքն է, բայց մինչև անցնել այդ խոսքին, ուզում եմ մի փոքր Սաղմոսների մասին խոսել, գիտեք, որ 150 Սաղմոս կա Աստվածաշնչում, որոնք տարբեր ժամանակաշրջաններում արձանագրվել են, միայն 73 Սաղմոսն է, որ Դավիթի կողմից է գրվել, իսկ մնացածը տարբեր Սաղմոսերկուների կողմից են արձանագրվել, դրանք Ասապն են, Կորխի որդիներն են, եւ եթե մեր համար հայտնի 150 Սաղմոսն են, բայց ծառայության ժամանակ, այն փառաբանության ծառայության ժամանակ, գիտեք, դրանք առանձնահատուկ լիտուրգիկ բնույթ էին կրում, այսինքն դրանք պատարագային ոնց որ ծառայություններ էին անվանվում, հիմնականում պատարագային էր, այսինքն տաճարում ծառայությունից առաջ, ընթացքում եւ հետո իրանք կրում էին ամբողջական ոնց որ փառաբանությամբ, ոնց ենք մենք հիմա փառաբանում, չէ՞, այդ նման օրինակ ձևով փառաբանվում էր տաճարներում։ Եվ դրանք տարբեր երաժշտական ռիթմիկայով էին, տարբեր երաժշտական եղանակներով եւ տարբեր նաեւ թեմատիկաների առումով, քանի որ իրենք բաժանվում էին տարբեր թեմատիկ բնութագրման, այսինքն կային հիմներ, որոնք փառաբանում էին Աստծուն, որոնք մեծարում էին Աստծուն, կային պատմական ոճի սաղմոսներ, որոնք ավելի պատմականորեն, օրինակ Եգիպտոսից եկած եւ արդեն պատմականորեն դեպքերի իրադարձությունների նկարագրությամբ էր այդ սաղմոսները դրսևորվում, նաեւ կային եւ մարգարեական, օրինակ Աստված որդուն ասում է գահը քո ով Աստված, հաստատված է հավիտյան, դրանք բաներ էին, որոնք հետագայում ժամանակի ընթացքում պարզ է դառնում, կային նաեւ տարբեր տեսակի իրավիճակների, դեպքերի, իրադարձությունների, պատումների մասին սաղմոսներ, որոնք եւս բերվում էին այդ պատարագների ժամանակ փառաբանելու։ Ու այս առումով առաջի սաղմոսը հանդես է գալիս որպես թե փառաբանության, Տիրոջ խորհուրդների, Տիրոջ խոսքի, Տիրոջ օրենքի շուրջ նստելու գերակայության, այսինքն օրհնության մասին սաղմոս էր։ Առաջի սաղմոս յուրահատուկ սաղմոս է Տիրոջ խորհուրդների շուրջ նստելու մասին։ Հետաքրքիր է, որ առաջի խոսքում գրված է մի բան, որտեղ նշվում է 3 կարգավիճակ։ Երանի է այն մարդը, որն անաստվածների խորհրդով չի ընթանում, մեղավորների ճանապարհներում չի կանգնում եւ ոչ էլ հանգստանում է եւ ոչ էլ հեգնողների աթոռին նստում։ Հետարքիր է, որ այստեղ 3 վիճակ կա. ընթանալ, կանգնել եւ նստել։ Սա կարծես մեր օրվա ընթացքն է, մեր օրվա վիճակն է, որովհետև մենք մեր օրվա մեջ կամ կանգնում ենք, կանգնած ենք ինչ-որ միտեղ, կամ ընթանում ենք, կամ նստում ենք։ Այսինքն օրվա մեջ գոյություն ունեցող մեր բաժինը չպետք է անենք մարդկանց հետ, այսինքն ողջ օրը չպետք է ոչ մի դեպքում կապենք մարդկանց հետ, ովքեր որ անաստված են, ամբարիշտ են, ովքեր որ հեգնում են, հեգնելը գիտեք, չէ՞ որ նա ծաղրում են,
Երբեմն մենք կանգնում ենք, չէ՞ մարդկանց հետ, ովքեր ծաղրում են։ Երբեմն մենք էլ երբեմն ծաղրում ենք։ Մենք խիստ ենք վերաբերվում մարդկանց, ովքեր որ անաստված են, չէ՞, բայց մենք նստում ենք հեգնողների հետ, տենց է գրված, չնստես իրենց աթոռին, իրենց նման չլինես։ Մենք շատ կարիք ունենք զգուշ լինելու, մեր առօրյայում զգուշ լինելու։ Մենք կարիք ունենք հասկանալու մեր գործողությունները ինչպիսինն են։ Արդյոք մենք մեկանում ենք մարդկանց հետ, ովքեր մեր բարի վարքի վրա կարող են անդրադառնալ։ Չէ՞ որ Աստծո խոսքը ասում է, որ բաժին մի ունեցի նրանց հետ, ովքեր որ կարող են քո վարքի վրա անդրադառնալ, բաժին մաս մի կազմիր նրանց հետ, ովքեր որ կարող են ապականել բարի վարքը քո։ Երկրորդ խոսքում յուրահատուկ մի բան է ասվում։ Նրա հաճույքն է Աստծո օրենքը, որի մասին նա մտածում է գիշեր եւ ցերեկ, նրա օրենքի մասին է խորհրդածում։ Ինչ է տալիս մեզ Աստծո խոսքի, Աստծո օրենքի մասին մտածել։ Այստեղ Աստծո օրենքի մասին մտածելը Սաղմոսում հիմնականում ենթադրվում է, որ հնգամատյանի մասին է խոսքը, այն Աստծո խոսքի, որը բովանդակվել է հնգամատյանի մեջ։ Եվ իհարկե նաև մարգարեական որոշ բաների, որոնք գոյություն ունեին այդ ժամանակահատվածում։ Մեզ համար արդյոք Աստծո խոսքի շուրջ խորհրդածելը ինչ է տալիս, կամ ինչքանով ենք մենք կարևորում այն։ Ես ասեմ, որ դա չափազանց կարևոր է այն բանի համար, որովհետև Էդեմական պարտեզի խնդիրը առաջացավ նրանից, որ Ադամն ու Եվան չէին խորհրդածում Աստծո խոսքի շուրջ, Աստծո ներկայության շուրջ, իրանք խորհուրդ չէին անում, իրանք չէին մտածում ու բարի նամուր չէին բռնում։ Ասեմ ինչի։ Եկեք անդրադառնանք Ծննդոց 1:27-ում։ Ինչ է ասում Աստծո խոսքը։ Աստծո խոսքը ասում է, որ մարդը ստեղծվեց Աստծո պատկերով եւ նմանությամբ, արու եւ էգ ստեղծվեց, չէ՞։ Աստծո պատկերով եւ նմանությամբ ստեղծվեց մարդը, այսինքն Աստված ստեղծել էր իր պատկերով եւ նմանությամբ։ Արդյոք կա առավել մի բան, քան Աստծո պատկերով եւ նմանությամբ ստեղծված լինելը։ Մարդու համար կար առավել չափանիշ, եկեք մտածենք, կա առավել չափանիշ, քան Աստծո պատկերով եւ նմանությամբ ստեղծված լինելը։ Որն է այն գերակա էությունը, ինչի ոչ մի բան չի հավասարվի, դա Աստված է, չէ՞։ Եվ Աստծո պատկերով եւ նմանությամբ ստեղծված լինելուց բացարձակ բան գոյություն չուներ։ Բայց արի ու տես, որ Էդեմական պարտեզում մի հատված կա, որ 3-րդ գլխի 5-րդ խոսքում է զետեղված, որ գրված է, որ երբ որ իրենք հանդիպեցին հակառակորդին, նրանով բանսարկու էր, նա որ բանսարկություն էր անում եւ յուրահատուկ ձևով, շատ նուրբ ձևով, աննկատ ձևով կարծես այլաբանում էր Աստծո դեմ, ասեց, եթե ուտեք, հիշում եք, չէ՞ պտուղը, որ Աստված ասել էր, որ չուտեք, ասեց, եթե ուտեք, ինչ կլինեք, ձեր աչքերը կբացվի, թե չէ աչքերը փակ էին, էլի իրենց, այսինքն բան չէին տենում, կույր էին, եւ դուք Աստծո նման կլինեք, բարին ու չարը իմացող։ Անհամատեղելի բան է տեղի ունենում, չէ՞, հասկանում եք, չէ՞, այնտեղ Աստված արդեն ստեղծել էր, այստեղ հակառակորդը նույն բանն ասում, ու այստեղ կոպիտ ասած կուտը ուտում են, էլի։ Այսինքն մտածում են, որ Աստված իր նման ու պատկերով չէր ստեղծել։ Տենց է թե չէ, տենց ասում Աստծո խոսքը։ Այսինքն կասկածում են։ Սիրելի Աստծո ժողովուրդ, հակառակորդի առաջի խայծը դա կասկած բերելն է մեզ,
որ մեզանից ինչ-որ բան է թաքնված, ոչ ամբողջական է մեզ տրված, մի բան կա, որ պակաս է, մարդ, եթե ստեղծվել է Աստծո նմանությամբ ու պատկերով, կարող էր կասկածել, որ Աստծո նմանությամբ և պատկերով կլինես, եթե ուտես արգիլված պտուղը։ Մեր կյանքում, ամեն մեկիս կյանքում, այդ պարագան առավոտվանից մինչև իրիկուն մեր առջև է։ Ու ամեն անգամ մեզ թվում է, թե մեզանից ինչ-որ մի բան պահված է, մեր կյանքում ինչ-որ մի բան պակաս է։ Մի թույլ տվեք, որպեսզի այդպես լինի։ Մի թույլ տվեք, որպեսզի արգիլված պտուղը դառնա ամենացանկալի բանը, մինչդեռ մենք արդեն ունենք Հիսուս Քրիստոսին մեր կյանքում, մինչդեռ մենք արդեն առել ենք Տիրոջ ներկայությունը ու Տիրոջ Սուրբ Հոգու զորությունը մեր մեջ է, այդպես է թե չէ, խնդրում եմ ձեր բարձրացրեք, եթե համաձայն եք իմ հետ, եթե համաձայն եք, որ մեզ բավարար ամեն բան տրված է, ու բավարար ամեն բան ունենք մենք, որպեսզի կասկածենք ու երկմտենք, որ մեզանից ինչ-որ մի բան պահված է։ Եվ դա անդրադառնում, այսինքն արտահայտվում է, ասենք, մենք որ գալիս ենք եկեղեցի, այստեղ մի տեսակ ինքնաբավ ենք, չէ՞, այստեղ մի տեսակ ամեն ինչ լավ է, խաղաղ ենք, բայց հենց գնում ենք, հենց այստեղից ոտքներս դնում ենք դուրս, մի տեսակ թվում է, որ ինչ-որ բան էլի այնպես չի, մի թույլ տվեք, որ դա այդպես լինի, այ գնացի տուն, լավ էր եկեղեցում, էլի, լավ է եկեղեցում, լավ է, երբ որ սուրբերը մեկտեղ են հավաքվում, բայց Տիրոջ ներկայությունը չի պակասել, փնտրիր Տիրոջ ներկայությունը չի դադարել, Տիրոջ ձեռքը չի կարճացել, Տիրոջ զորությունը արկա է, ամեն վայրկյան, անկախ նրանից, թե մենք եկեղեցում ենք, թե մենք իրար հետ ենք, թե իրար հետ չենք, լավ է եկեղեցում, երբ որ միաբան ենք, որովհետև Աստծո ներկայությունը լցնում է, Աստծո ներկայությունը մխիթարում է, մենք իրար ենք տեսնում, մեկը առել է Տիրոջ զորությամբ, Տիրոջ շնորհքով ամեն բան, կիսվում է քո հետ, դու զգում ես այդ, ամեն ինչը զգում ես, որ Աստծո ներկայությունը առավել է, որովհետև բոլորս շնչում ենք Աստծո ներկայությունը, որովհետև բոլորս գիտենք Աստծո ներկայությունը, բոլորս ապրում ենք Տիրոջ ներկայությունը, ու այս առումով պետք է միշտ ուշադիր լինենք, որպեսզի չվրիպենք, որպեսզի տեղ չտանք Աստծո ներկայությունը անհարգելու, մերժելու ու մտածելու, որ մեզանից ինչ-որ մի բան պահված է, մեզանից ոչ մի բան պահված չէ, գիտեք երբ ենք մերկ, ամոթը երբ է, երբ որ այդպես ենք մտածում, դրանից հետո Ադամը և Եվան թաքնվեցին, ամոթ էր իրանց համար, ամոթ էր ոչ թե իրանց մերկության համար, որտև ինչ ամոթ բան չկար, իրանք այտենց էին, չէ, ասենք ամոթը դա չէր, ամոթը նա էր, որ իրենք զանց էին արել, որ իրենք անհարգել էին, որ իրենք չէին ընդունել ամբողջապես և հավատարմությամբ չէին վերաբերվել, որ իրենք արդեն իսկ ստեղծված են Աստծո նմանությամբ և պատկերով, որովհետև եթե Աստծո նմանությամբ և պատկերով ստեղծված չլինեն, Աստված չէր զբոսնի իրանց հետ, այդպես է, չէ՞։ Մենք հիմա ստեղծված ենք Աստծո նմանությամբ և պատկերով Հիսուս Քրիստոսով, որովհետև Տերը մեր մեջ է։ Մենք չենք կարող այդպիսինը չլինել ու Տերը մեր մեջ լինի, դա իր շնորհքն է։ Ու այս առումով կարևոր է գալ նստել Աստծո խորհուրդների շուրջ, Աստծո խոսքի շուրջ, հասկանալ ի վերջո ինչ է տեղի ունենում, ինչպես պետք է ապրենք, ինչպես պետք է վարվենք։ Եվ երանելի է այն մարդը, ով որ գիշեր և ցերեկ Աստծո խոսքը իր համար անում է երանություն, ուսումնասիրելու, վերլուծելու, փորձելու հասկանալ, գնալու խոսքից խոսք, գրքից գիրք, երանելի է այդ մարդը, որովհետև իր համար կարևորագույն բան արեց ճանաչելու Աստծուն,
Ինչն է մեզ թույլ պահում, ինչն է մեզ թուլացնում, եթե ոչ այն, որ մենք չենք ճանաչում Աստծուն։ Ինչն է մեզ տկարամիտ անում, եթե ոչ միայն այն, որ մենք չենք փորձում ճանաչել Աստծուն։ Եվ հակառակը, մեզ զորացնում է միայն մի բան կա մեզ զորացնող։ Մենք ֆորմուլաների եւ հատուկ վարվելակերպի գիրք չենք ուսումնասիրում։ Ինչպես անել, որպեսզի հաջողությունը գա։ Ու մենք սկսում ենք օրինակ ուսումնասիրել առավոտը աղոթի, երեկոյան կարդա, որպեսզի հաջողությունը գա, ոչ։ Մենք հարաբերություն ունենք Աստծո հետ, եւ այդ հարաբերության թանկությունից, այդ հարաբերության մեջ առաջանալուց գալիս է ճանաչողությունը։ Ինչպես են մարդիկ, ովքեր որ սիրում են իրար ճանաչում հեռավորության վրա, իրանք իրար հետ կյանք են ապրում, իրանք իրար հետ շփվում են, իրանք իրար հետ ծանր ու թեթև բաներ են ապրում ու իրար հետ շփվում են, որպեսզի ճանաչեն։ Ինչպես պետք է ճանաչենք Աստծո խոսքը, եթե ոչ իրան ճանաչելով։ Ինչպես պետք է հաղթություն մեր կյանքում արձանագրենք, ինչպես պետք է հասկանանք, որ այս պարագայում կամ մյուս պարագայում հաղթություն կա, եթե ոչ իրեն ճանաչելով, իր հետ հարաբերվելով, ինչպես։ Ես հորդորում եմ, սիրելի եղբայր, սիրելի քույր, որպեսզի ել ավելի Աստծո խոսքի մեջ առաջանանք։ Բայց միթե Աստծո խոսքի ճանաչելը կամ Աստծո խոսքը իմանալ եւ կատարելը մեզ զերծ է պահում ամեն դժվարությունից։ Այստեղ մի հատ կարևոր հանգամանք ունենք ուսումնասիրելու։ Մենք հաճախ հուսահատվում ենք ինչից, որ հաճախ մենք լինելով Աստծուն հետևող, Աստծո կամքը իրականացնող, բախվում ենք կյանքի ընթացքում երևույթներին, որ անարդարացի է մի տեսակ մեր հանդեպ ու բողոքում ենք։ Այդպես է, չէ՞, հիմա ասենք կա մեկը, որ այդպես չի իր կյանքում։ Ես ասենք իմ կյանքում շատ եմ այտենց բաներ ունենում, որ նեղվում եմ, որ այս պարագան սենց է, բայց իհարկե հաջորդ պարագայում ես ասում եմ Աստված արդար է։ Աստված արդար է եւ Աստծո արդարությունը մենք բոլորս տեսնելու ենք։ Մեր հայոց աշխարհում տեղի ունեցավ մի յուրահատուկ վատ բան։ Մեր զավակները գնացին պատերազմ, մեր եղբայրները, մեր հայրերը գնացին պատերազմ, զոհվեցին բավականին մեծ քանակությամբ։ Որտեղ է այստեղ Աստծո արդարությունը։ Որտեղ է Աստծո արդարությունը։ Աստծո արդարությունը փնտրելու համար մեզ հերիք չի մեր մարդկային ունակությունները, ուղեղը եւ այստեղ տարբեր իրավիճակներ են պետք, որպեսզի հասկանանք ի վերջո Աստծո արդարությունը։ Բայց հավատում ենք, չէ՞, որ ամեն բան Աստծո ձեռքերի մեջ է։ Հավատում ենք, չէ՞, որ ոչինչ Աստծո ուշադրությունից չի վրիպել։ Եվ Աստված արդար էր երեկ, այսօր եւ հավիտյան։ Եվ մենք տեսնելու ենք, եթե հիմա էլ չէ, ապա եթե հիմա էլ չենք պատկերացնում, որ Աստծո ձեռքերի մեջ է, չէ՞ որ մեր կյանքը, ով է ասում, որ մեր կյանքը այստեղ Աստծո նպատակն էր վերջնական, որ մենք այստեղ ունենայինք։ Չէ, այդպես չի։ Այսինքն եթե մենք ապրելով դժվարություններ Աստծո նպատակն է սա, մենք համաձայն չենք, չէ՞ դրա հետ։ Այսինքն Աստված ավելի լավ նպատակ ունի մեզ համար։ Աստված ավելի լավ բան է պատրաստել մեզ համար, չէ՞ որ առանց մեզ չկատարվի, Եբրայեցիների թղթի մեջ է ասում 11-րդ գլխում, վերջի խոսքում, որ առանց մեզ չկատարվի նրանք, ովքեր Տիրոջն են ճանաչում։ Այս դեպքում ինչու ենք մտածում, որ մեր կողքից եթե մարդիկ հեռացան, մահացան կամ այս ամեն ինչը տեղի ունեցավ, ապա վատ եղավ։ Այդպես չի։ Աստված գիտի։ Աստված գիտի ինչպես եղավ, ոնց եղավ։ Աստված գիտի մեր ողբերը ինչպես է անում ու ինքը կատարելապես լավագույն միջոցներով է անում։ Ծպտուն անգամ չենք կարողանալու բարձրացնենք, երբ որ կանգնենք Տիրոջ առաջ ու Տերը խոսի չէ, ամեն բան ակնհայտ է լինելու եւ ամեն բան ընկնելու է տեղը, այսպես ասեմ, երբ որ կանգնենք Տիրոջ առաջ։
Բայց մինչդեռ կանգնելը մենք ունենք ուսումնասիրելու Աստծո խորհրդածությունը, Աստծո խոսքի իմացությունը ճանաչելու։ Մի պատմություն կա Աստվածաշնչում, որը Սաղմոսներից առաջ է, հիշում եք, չէ, Հոբին հիշում եք։ Յուրահատուկ պատմություն է դա, ըստ իս շատ սովորելու բան ունեմ ես այդ գրքից ու շատ բաներ կա, որ ինձ խոսում Աստված այդ գրքի միջոցով ու կուզեմ կիսվել մի թեթև անցնենք այդ պատմության վրայով։ Գիտեք, որ Հոբը Հուս քաղաքից է եղել, Հուս քաղաքը իդեպ նշվում է և համեմատական առումով ենթադրվում է, որ հայկական լեռնաշխարհում է դա տեղի ունեցել։ Այսինքն Հոբը այդքան բան է ուզում ասել, վերջ։ Հոբը ենթադրվում է, որ հնարավոր է, որ հայ է եղել։ Բայց խոսքս դրա մասին չի, չնայած կարող ենք ստեղ ավարտել ամեն բան, խոսքս դրա մասին չի։ Հուս քաղաքից մեկը, Հոբ անունով, յուրահատուկ մարդ էր, յուրահատուկ են առումով, որ Աստված, երբ որ երկնքում ժողով է հրավիրում, բոլորին ասում է, Հոբը կատարյալ, նայեք ինչ յուրահատուկ հետաքրքիր բան ասում, Հոբը կատարյալ, ուղիղ, աստվածավախ, կատարյալ, ուղիղ, աստվածավախ և չարությունից հեռացող մեկն է։ Ես գիտեի ու փափագում էի, որպեսզի այնպես ապրեմ, որ երբ որ Տերը գա ինձ ասի, բարի ու հավատարիմ ծառա, մտի իմ հանգիստը։ Բայց այստեղ նայում եմ, ավելի լավ խոսքեր կա մի տեսակ ոնց որ էլի։ Աստված ասում է կատարյալ, ուղիղ, չարությունից հեռացող, Հոբին, գովում է, և եթե Աստված մի բան է ասում, դա այդպես է, թե չէ։ Աստված եթե մի բան է ասում, դա այդպես է, քննարկման կամ կասկածի ենթակա բան չի։ Աստված եթե մի բան է ասում, իր խոսքը ամենակարծր բանից կարծր է, մեր պատկերացմամբ, էլի, ուղղակի չեմ կարող բնութագրեմ առավել մի բան։ Եթե Աստված մի բան ասում, դա այդպես է, բայց հերթական անգամ հանդուգն մի արարած, ինչ է անում, ասում է, դա այդպես չի։ Հոբի մասին ուրիշ կարծիք է հայտնում ժողովի մեջ Աստծո առաջ։ Ինչպես և Էդեմական պարտեզում են արարածը։ Հասկանում եք։ Էլի կասկածի առիթ է տալի։ Բայց երկնքում կատարվածը երկրի վրա կատարված չի։ Աստված ասում է, լավ, ասեցիր, հիմա խոսքիդ տեր եղի։ Ես ասում եմ սենց, դու գնա, ինչ ուզում ես արա։ Բայց իրան չկպնես առաջի անգամ։ Գնում է, և Հոբի կյանքում, Հոբի արդար ապրելու, ինքը այնքան արդար էր, որ նույնիսկ իր զավակների կյանքում գոյություն ունեցող բաների մասին էր մտահոգ, ինքը իր մասին էլ չէր մտածում, մտածում էր իր զավակների մասին, այսինքն այստեղ ինքը իրան էլ չէր դնում հələ ինքը ողջակեզներ էր մորթում, որպեսի սրբվեն իր զավակները, որպեսի հանկարծ Աստծո դեմ ինչ-որ մի բան տեղի ունեցած չլինի։ Այդ հանդուգն արարածը գալիս է պատվավոր մեկին, որ այդ ժամանակաշրջանում պատվավոր մարդկանցից էր, որովհետև գրված է, որ ինքը որտեղ որ մտնում էր, ոտքի էին կանգնում, ծերակույտը ոտքի էր կանգնում, իշխանները խորհուրդ էին հարցնում, ինքը բավականին լուրջ անձնավորություն էր, այդ ժամանակ ազդեցիկ անձնավորություն էր, աստվածավախ, կատարյալ, չարությունից հեռացող անձնավորություն, հարգված բացարձակ, գալիս է ու մի օրվա մեջ, որտև գրված է, որ հերթականությամբ տեղի ունեցան բաներ, իր ողջ ունեցվածքը, տնտեսությունը վերանում է, իսպառ վերանում է ու տարբեր ձևերով,
ընդեղ հողմա գալի ու չգիտեմ ինչ անում, ազգեր են հելնում, գողանում են, տանում են, բոլորին սպանում են, եւ գրված է, որ այն տունը, որտեղ որ հավաքվել էին իր զավակները, փուլ է գալիս իրանց վրա, ու մեկը սաղ չի մնում, կենթանի չի մնում, ու միայն մեկը, որ պետք է բերեր այդ նորությունը իրան, մի քանի հոգի, ամեն տեղից, ամեն լուրը, որ բերում են, տարբեր տեղերից, բերում են իրան, ու գրված է Հոբը, իհարկե, ամեն բան պատռում է իր վրա, իր սովորության համեմատ, ասում եմ, մեր եկել եմ այս աշխարհ, մեր էլ պետք է գնամ այս աշխարհից, ու գրված է, որ Հոբը չմեղանչեց։ Աստված կամեցավ, Աստված տվեց, Աստված վերցրեց։ Չմեղանչեց Հոբը, մնաց նույնը։ Երկնքում երկրորդ անգամ ժողով է տեղի ունենում, նկարագրության մեջ այդպես է, ու երկրորդ անգամ Աստված նույն բանն է ասում, Հոբը կատարյալ, ուղիղ, չարությունից հեռացող եւ աստվածավախ մեկն է։ Այդ հանդուգն արածը երկրորդ անգամ է, դուք պատկերացնում եք, չէ՞, արդեն ասենք չի դադարում։ Ասում է, այն ինչը որ տվել ես իրան, դրա համար է ինքը ով որ այա, ինքը դրա համար է, որովհետեւ գիտի շատ լավ է հասկանում, դե հələ մարմնին կպի, տես ոնց է ինքը փոխվում, հələ մի հատ կպի մարմնին, մինչև հիմա չէի թողել, որ մարմնին կպնենք, ասում է գնա մարմնին կպի, բայց կյանքը չառնես հանկարծ, զգում եք, չէ ինչ որ տեղի է ունենում Աստծո թուլատվության շրջանակներում, երբեմն մեզ թվում է, թե Աստծո թուլատվությունը մեր կյանքում չկա, այսինքն ինչ որ մեկը հանդուգն այդ նմանությամբ մեկը եկել է, ինչ որ բաներ է անում մեր կյանքում, մենք էլ սկսում ենք իր հետևից ընկնել ու մի արա, էսի մի արա, Քրիստոսի անունով, չգիտեմ ինչով, չգիտեմ եւ այլը, բայց դա այդպես չի դա, Աստծո թուլատվությունից զատ ոչ մեկը չի կարող մեր կյանքում փոփոխություն մտցնել, եւ եթե փոփոխությունն է մեր կյանքում տեղի ունենում, մեր հարց ու պատասխանը Աստծո հետ է, ինչպես եւ Հոբը իրականացրեց այդ։ Ինչ տեղի ունեցավ։ Մոխրի մեջ թաթախվեց, գրված է, որ այնպիսի պալարներ, այնպիսի հիվանդություններ էին ողջ մարմնի վրա, որ խեցիով ինքը իր վրայից որդեր էր քերում։ Մի քիչ տհաճ երևույթ եմ ասում, բայց ուզում եմ նկարագրությունը ձեր համար պարզ լինի, իր վիճակը։ Հոբը աղերսում էր, ասում էր ծնվածս օրը չլիներ, ասում էր ես դուրս չգա իմ մոր գիրկը, ասում էր, ես չլիներ այդ ամեն ինչը, ես չապրեի կամ ասենք մթության մեջ մնայի, խավարի մեջ մնայի ու չապրեի, իմ համար ասում էր մահը դա ձեռք բերում է, վերանալը, չլինելը դա մի մեծ պարգև է, ասում էր իմ վրա թքում են նրանք, ում հայրերին ես իմ շների, բարախի շների հետ չէի թողի հաց ուտեին, պատկերացնում եք, որտեղից որտեղ էր ընկել ու ինչ վիճակում էր գտնվում, ոչ մեկը հետը չէր շփվում, ու այդ պարագայում իր մեծարգո բարեկամները գալիս են, 3 հոգի, նստում են ու օրերով նստում, ուզում են հասկանալ իր վիճակը, ու սկսում են ասել, որ եթե այդպես է, ապա դու Աստծո դեմ ես եղել։ Գիտեք, ես փորձում էի այդ գրքի մեջ հասկանալ, այդ բարեկամները սխալ բան ասում են, թե չէ, ես չգտա սխալ բան, անկեղծ եմ ասում։ Միգուցե ես ճիշտ չեմ, միգուցե սխալ բաներ են ասում, բայց ես չգտա, որ իրանք սխալ բան են ասում։ Ես չեմ ասում, որ մոտիվացիան իրանց որն էր, բայց ես ասում եմ իրանք սխալ բան գրեթե, այսինքն ես ընդհանրապես չեմ գտել, որ իրանք սխալ բան էին ասում էին, որ Աստծուն հակառակը ենթադրվում է, որ այս ամեն ինչը պետք է լինի, դու ես ասում, որ դու հակառակ բան չես արել։ Ժողովուրդ ջան, սա մի շատ կարևոր վկայություն է նրա մասին, որ եթե տեսնում ենք մարդկանց իրավիճակների մեջ, դառնության մեջ, պարտադիր չի, որ ինքը Աստծո դեմ բան գործած լինի, Աստված գիտի ու
Աստված չանի հանկարծ մենք սխալ բաներ ասենք, որովհետև հետագայում Հոբի գրքի մեջ տեսնում ենք հետևանքները, ինչ կարար լիներ եւ ինչ տեղի ունեցավ։ Ու այս առումով մենք շատ ենք շտապում, մեր միտքը շատ է շտապում։ Դա կոչվում է դատապարտություն։ Նոր կտակարանում դա կոչվում է դատել։ Նոր կտակարանում դա կոչվում է դատապարտել մեկին, ում դեռ դու չգիտես, բայց երևույթը միգուցե խոսում է տարբեր բաների մասին, բայց դու մի շտապիր դատելու, մի շտապիր բնութագրելու, թե ինքը ով է, ինչ գիտես, որտեղից է գալի այդ մարդը, ինչ գիտես, ինչպիսի դառնություն կամ ինչա տեսել այդ մարդը։ Ես ճիշտն ասած այս առումով եւ ուրախանալը եւ դատապարտելը կամ եւ նախանձելը դրանք մի բանի մեջ են գրեթե։ Ես ծառայության մեջ էի ու ես դատապարտվել եմ եւ դատապարտությունից հետո ինձ ուղարկեցին ծառայության ու ծառայությունս ծառայողական ժամանակահատվածից դուրս էր 3 ամիս 15 օր տվել էին դուրս, այսինքն գիտեք, չէ, գոյություն ունի աշնան եւ գարնան զորակոչ։ Ես իմը դուրս էր, այսինքն ես պետքա զորացրվեի օգոստոսի 31-ին եւ եթե զորացրվելս պետքա լիներ կոնկրետ այդ օրը ու ոչ մի օր ավել պակաս։ Եվ հետեւապես եկավ այդ օրը, երբ որ ես պետքա զորացրվեի, իմ հետ ծառայողները ասեցին ինչ երանի ես դու, որ ազատվում ես, ինչ լավ է, որ ազատվում ես։ Այո, լավ է, որ ազատվում եմ, բայց իրանցից ոչ մեկ չէր ուզենա իմ անցած ընթացքը ապրեր։ Լավ է, որ մենք ազատվում ենք, լավ է, որ մենք ձեռք ենք բերում, բայց ինչ է արժեցել դա։ Լավ է, որ մեր դիմացինը տներ է ունենում կամ ասենք ինչ-որ մի բան ձեռք է բերում, բայց ինչ է արժեցել իրան դա, կամ ինչպես է անցել այդ ընթացքը։ Ես իմ 5-րդ տարին էր, որ ես ծառայության մեջ էի, ու երբ որ իրանք ասեցին լավ է եղել, ես մտածեցի, ասեցի, բայց իրոք չէին ուզենա իրանք այս անցնեին, որպեսզի լավ լիներ այդ օրը, չէ՞։ Իրանք եկել էին 2 տարի ծառայության եւ այդ 2 տարին պետքա ծառայեին ու գնային, բայց ես 5 տարիա ծառայում էի։ Ինչքանով էր լավ։ Ես նույնիսկ չհասկացա ինչքանով էր լավ, որովհետև զինգրգույկս երբ որ տվեցին, ես դրա արժեքն էլ չէի հասկանում։ Եվ միևնույն էր իմ համար, կմնամ, չեմ մնա, ես դրա ուրախությունն էլ չէի հասկանում, ճիշտ ասած։ Արդեն սովորել է ամեն ինչ ոնց որ սենց հետո ամենաառաջինը ես Աստծուն էի ճանաչել։ Աստծուն էի ճանաչել ու իմ համար արդեն կապ չուներ դժվարությունը, իրավիճակը կամ ասենք ինչ կացության մեջ եմ, իմ համար գերագույն ուրախություն էր Աստծո խոսքը, իմ համար գերագույն ուրախություն էր Աստծո հետ հարաբերվելը, ու տեղից էր սկսում ամեն բան, տեղով էր ավարտվում ամեն բան, ու եւ Հոբը, որպես մեկը, ում դատապարտում էին իր բարեկամները, արդարանում էր ինքը, ասում էր, ախար ես ոչինչ չեմ արել, պատկերացնում եք այդ իրավիճակի մեջ, ինքը չգիտեր ոնց աղաղակի, ես չգիտեմ ձայնը ոնց էր դուրս գալի այդ իրավիճակի մեջից։ Եկավ մի բան, մի պահ, երբ Տերը խոսեց Հոբի հետ։ Ու այն խոսքը, որ խոսում է Տերը, դա բնութագրում է Տիրոջ մեծությունը։ Այն խոսքը, որտեղ Տերը սկսում է Հոբին խոսել, ասում է, հələ գոտիդ կապի, հələ մի հատ կանգնի, հարցեր տան պատասխանի, հələ տենա ոնց ես պատասխանելու։ Այդ ինչ ես խոսում, որ խոսում ես։ Ու ասում է դու ես բաները անողը, կամ դու գիտես, որ սա սենց է, այսինքն նկարագրում է մեծություններ, դեպքեր, իրադարձություններ, որոնք բնութագրում են Աստծո զորությունն ու այսինքն չափանիշներ, որոնք Հոբի համար բարձրագույն էին, դրանից բարձր կանգնած էր Տերը։ Երբ որ խոսում է Տերը այդ ամենը եւ ավարտում է խոսքը, Հոբը մի յուրահատուկ անդրադարձ է ունենում, ասում է 1000 ներողություն, ավելի տնավարի եմ ասում, ես չէի իմացել այս ամենը, չեմ իմացել, լսելով, ականջով լսել էի, բայց հիմա տեսնում եմ ներինց ու զղջում եմ իր արածի համար։ Գիտեք, որ մարդու
զգայարանները, չէ՞, մենք այս աշխարհը ընկալում ենք մեր զգայարաններով։ 5 զգայարանա հիմնականում 5 զգայարանա մեր մեջ։ Եվ տեսողություն, լսողություն, շոշափելիք, համ, հոտ, չէ՞։ Գիտեք, 5 զգայարանա։ Եվ այդ 5 զգայարանի մեջ տեսողությունը զբաղեցնում է 80-ից 90% աշխարհընկալման։ Պատկերացնում եք դա ինչ է նշանակում։ Լսողությունը զբաղեցնում է միայն 9%։ Հոբը ասում է ես լսել էի, բայց հիմա տեսնում եմ։ Պատկերացնում եք ինչ տեղի ունեցավ։ Դեպքերը, իրավիճակները, որ մեր կյանքում թույլատրվում է, դա միայն հետևանք չի մեր սխալ գործողությունների, իհարկե հիմնականում այդպես է, բայց դեպքերը, իրադարձությունները, թույլատվությունը Աստծո մեր կյանքում փոփոխություններ անելու, դա նպատակային չի, որ մեզ գցի կոտրի, որ մեզ ոչնչացնի։ Մենք բոլորս գիտենք, չէ՞ դա։ Բայց առավել նպատակի համար է թույլ տալի, ու մենք սա տեսնում ենք Հոբի պատմության մեջ։ Ինքը առավել տեսավ, քան տեսնում էր մինչև այդ, չնայած այդ իրավիճակի մեջ Տեր ասում էր, որ ինքը կատարյալ է։ Իհարկե ինքը տեսել էր Հոբին նաև հետո, ինչպես պետք է վարվեր, ու դրա համար էր ասում կատարյալ է։ Ինքը հակառակորդին էլ էր ճանաչում ինչ պետք է անի, ոնց պետք է լինի, ոնց պետք է տեղի ունենա, ինչ պետք է տեղի ունենա։ Աստված գիտի, Աստված ամեն բան գիտի, ու Աստծո մեջ է մեր ողջ ընթացքը։ Ոստեղ Հոբի տեսողության հետևանքով, երբ որ Հոբը տեսավ այդ ամենը, մի տեղ կա, որտեղ 42-ի 5-րդ խոսքն է, որ ասում է հիմա տեսնում եմ։ 42-ի 10-ում ասում է, որ Հոբի ազատությունը, ոնց որ Հոբը գերությունից ազատվեց, վերականգնվեց, երբ որ բարեկամների համար աղոթեց։ Կապում եք իրար։ Բավարար չի, որ մենք տեսնում ենք Աստծո զորությունը, Սատանան էլ է տեսնում, չէ՞։ Կարևոր է մենք որտեղ ենք այդ զորության մեջ։ Ինչ ենք անում այդ զորության մեջ։ Արդյոք մենք ներում ենք մեզ հանդիմանողներին, մեզ, չգիտեմ, ծեծողներին, մեզ դառը խոսքեր ասողներ, արդյոք ներում ենք, թե չէ։ Տերունական աղոթք կա, չէ, գիտեք։ Ինչ ասվում այնտեղ, ասում է ների մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում մեզ պարտք լինողներին։ Ինչա մեզ տվում, թե մենք ընտիր ենք ու մեր դեմ գործողները ընտիր չեն ու պետքա իրանց չներվի։ Ների մեզ մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում մեզ պարտք լինողներին, եւ այդտեղ է գրված, որ արձակում է ազատության մեջ։ Այդտեղ արձակում է տեղի ունենում, այդտեղ մենք գերությունից, չներման գերությունից ազատագրվում ենք։ Մենք մեր աշխարհի իրականությունից դուրս ենք պրծնում Աստծո արքայության կարգ ու կանոնի մեջ բնակվելու։ Երբ որ մենք ներում ենք մեզ հակառակ գործողներին, մեզ հանդիմանողներին, մեզ ծեծողներին, մեզ վատ անողներին, երբ որ ներում ենք, սա հեշտ բան չի։ Բայց դրանից հետո գրված է, որ Հոբի ունեցվածքը կրկնապատկվեց։ Ինքը առանց այն էլ հարուստ էր, բայց գրված է, որ ունեցվածքը կրկնապատկվեց։ Սա բնութագրում է այն, որ Աստծո օրհնությունը առավելապես Հոբի կյանքում դրսևորվեց, որովհետև Հոբը արձակեց մի բան, ինչը որ բնութագրում էր Հոբի կատարյալ, արդար, աստվածավախ ու չարությունից հեռացող լինելը։ Այդպես է, թե չէ։ Այո, ամեն։ Աստծո խոսքի շուրջ խորհրդածելը, Աստծո խոսքի շուրջ նստելը մեզ տալիս է
ճանաչողություն Աստծո։ Ով է մեզ համար կամ ինչն է մեզ համար կարևորագույն պայման։ Չէ՞ որ դա Քրիստոս է։ Մեզ համար որպես միակ եւ անկրկնելի աստվածային էության եւ զորության դրսևորում, չէ՞ որ Քրիստոսն է։ Այդպես է, ես խնդրում եմ, եթե այդպես է համաձայնության նշան, որպեսզի բարձրացնենք մեր ձեռքերը, եթե այդպես է։ Քրիստոս, խաչյալ եւ հարուցյալ Քրիստոս։ Ես չգիտեմ ինչպես է լինելու, որ մենք մեր Տիրոջը տեսնենք, բայց գիտեմ մի բան։ Տիրոջ խաչի վրա մեկտեղվել էին աշխարհի սկզբից մինչև վերջ գոյություն չունեցած անարդարությունը եւ աշխարհի սկզբից մինչև վերջ գոյություն չունեցած արդարությունը։ Տերը ի ցույց էր բերել Քրիստոսով, Քրիստոսի խաչի վրա արդարության եւ անարդարության բախման գիզակետը։ Ասեմ ինչպես։ Անարդարություն, որովհետեւ ողջ մարդկությունը դատապարտում էր Քրիստոսին։ Մինչդեռ Քրիստոսը ողջ մարդկության համար ի փրկություն էր եկել։ Այդպիսի անարդար բան տեղի չի ունեցել երբևէ, ու չի ունենա։ Արդարություն եւ Տերը ասեց այդտեղ կներեք անարդարության հետ կապված Տերը ասեց հայր իմ նրանք չեն հասկանում թե ինչ են անում ների որովհետեւ դա անարդարություն էր եւ արդարություն որ Տերը եկել էր արդարությունը վերականգնելու ոչ ոք չպետք է ասեր որ երբ որ Աստված ասեց մեղքի վարձքը մահը չլիներ, դրա համար Տերը մահացավ, Տիրոջ արդարությունը պահանջեց, որպեսզի մահ տեղի ունենա, մեղքի վարձքը մահ, ոչ թե Քրիստոս մեղավոր էր, ոչ, բայց մարդացած, Աստված, որ եւ Աստված էր ամբողջական եւ մարդ ամբողջական, պետք է աներ Աստծո խոսքից ոչինչ չպետք է պակասեր ու Քրիստոս հոժարությամբ բացարձակ հոժարությամբ գրվածա օտար բան չհամարեց այդ ամենը իրականացնելու սա Տիրոջ պատկերն է սա մեր Տիրոջ պատկերն է մենք ինչքան ենք ճանաչում մեր Տիրոջը մեզ համար խաչված Տիրոջը ինչքան ենք ճանաչում Այդ ամենից կախված եւ այդ ամենից դրդված մեր կյանքում կլինեն փոփոխություններ կամ չեն լինի փոփոխություններ, որովհետեւ փոփոխությունների աղբյուրը Տերն է ու կախված թե դու ինչքան ես ճանաչում, այդ չափով էլ վերաբերվում ես։ Եվ քո վերաբերմունքը որոշում է քո հետագան։ Արդյոք մենք ճանաչում ենք Քրիստոսին։ Արդյոք մենք ճանաչում ենք, որ այդ խաչի վրա վկայությունն էր Աստծո սիրո, բացարձակ սիրո։ Ես մտածում էի այսպես, որ հոր բարկությունը այնքան էր, ասենք մենք մարդ լինելով, ասենք մեր զավակներից մի բան մազ պակասում է, ասենք չգիտեմ, ով կարա կանգնի մեր դիմաց, ասենք հələ թող մեկը սխալվի։ Այն դեպքում, երբ որ մենք մեղավոր ենք, երբ որ մենք խնդիրներ ունենք եւ այլը, բայց Աստված, որի համար էս երկիրը ու էս երկրի մարդիկ մի հատ sense չգիտեմ, ասենք փոշի կարար վերացներ, ինչքան յուրահատուկ համբերատարությամբ վերաբերվեց, երբ որ իր զավակին խաչում էին, ինչ մեծ համբերությամբ։ Ինձ թվում էր, որ Քրիստոս եթե չասի հայր իմների իրանց, որովհետև իրանք չեն հասկանում, թե ինչ են անում,
մենք այսօր այստեղ չենք լինելու, ժողովուրդ ջան։ Մենք այսօր այստեղ սենց չենք հավաքվելու։ Ժամանակները դե դադարելու էր։ Ժամանակները այդ պահից դադարելու էր ու չէր լինելու։ Մենք հիմա ամեն բանով պարտական ենք Տիրոջը այդ խոսքի ու այդ վերաբերմունքի համար, ամեն բանով, ամեն ինչով մեր լինելով սկզբից մինչև վերջ պարտական ենք, ամեն բան դադարելու էր գործելը։ Բայց ես տենց էի մտածում ու սխալվում էի, հավատացեք, սխալվում էի։ Դա այդպես էր լինելու, բայց դա այդպես լինելու էր շատ ավելի վաղ, աշխարհի ստեղծումից առաջ, երբ որ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին ներկա էին, ու Որդին ասում էր, ես լինելու եմ այդ։ Ես այդտեղ եմ, ասում էր, այս պահի համար, որ մենք բոլորս ողորմություն գտնենք Աստծո հավիտենականության մեջ։ Եկեք ծափահարենք Աստծուն։ Իրականում մեր ծափահարությունները ոչինչ են, եթե մեր սրտում երախտագիտությունը Աստծո հանդեպ, իր ունեցածի հանդեպ, իր խոսացածի հանդեպ, իր տնտեսության հանդեպ չկա, մեր ամեն ինչը, որ մենք անում ենք, ոչինչ է։ Եկեք շարունակենք Սաղմոսը։ Եվ երրորդ գլխում, երրորդ խոսքի մեջ, Սաղմոսում ասում է, նա լինելու է ջրի վտակներին տնկած ծառի նման։ Ով։ Նա ով որ Աստծո խորհուրդների շուրջ է մտածում, չէ՞։ Նա ով Աստծո ունեցածը, Աստծո գոյություն ունեցող այն ինչը որ Տիրոջինն է, դրա շուրջ մտածումը անտարբեր չի, նա գնում է դեպի դա։ Նա լինելու է ջրի վտակների մոտ տնկված ծառի նման, որ իր պտուղը տալիս է ժամանակին, նրա տերևը չի թառամում և ինչ էլ որ անի հաջողվում է։ Իր պտուղը տալիս է ժամանակին, նրա տերևը չի թառամում և ինչ էլ որ անի հաջողվում է։ Արտոնյալ է ծառը։ Հիշում եք, չէ, երբ որ Տերը անցնում էր թզենու կողքով անիծեց, չէ, ու ասեց, որտեղ պտուղ չի տալի, որտեղ տնկված չի համապատասխան տեղ, տնկված չի համապատասխան միջավայրում, որովհետև սխալ բանա, սխալ տեղ է իր արմատները։ Արդյոք որտեղ է մեր արմատները։ Ինչի մեջ ենք առաջանում։ Դա որոշելու է մեր ընթացքը։ Դա բնութագրելու է այն ինչը տեղի է ունենում։ Որտեղ ենք մեր արմատները գցում, որտեղ են մեր արմատները։ Գիտեք, մտածում եմ ես խոսքի շուրջ, Սաղմոսների հենց այս հատվածին, որ ջրերի մոտ տնկված ծառի նման է նա, որ մտածում է Աստծո խոսքի շուրջ, ու այսօր մարգարեաբար մեր Վլադ եղբայրը խոսեց այն կնոջ մասին Սամարացու, որ Տերը գալիս է ու կյանքի ջրերի մասին է խոսում, չէ։ Ուզում եմ այդ հատվածը ընթերցել, երբ որ Տերը ասում է, որ ինքն է կյանքի ջուրը, ասում է. ով որ խմի այն ջրից, որը ես կտամ նրան, ծառը խմում էր այդ ջրից, չէ, որ ինքը տալիս էր, ինքն էր տվողը, ջուրը ինքն էր կյանքի։ Էլ երբեք չի ծառավի, այսինքն պտուղը կտա իր ժամանակին։ Այն ջուրը, որ ես կտամ նրան, ջրի աղբյուրներ կդառնան նրա մեջ, այսինքն նրա տերևները երբևէ չի թառամի, որը կբխի հավիտենական կյանք տալու համար, որը կբխի հավիտենական կյանք տալու համար, այսինքն այն ինչ որ անում է կհաջողի։ Այսինքն
Ես այս Սաղմոսը նույնականացնում եմ այն հատվածի հետ, որտեղ Տերը ասում է, որ կյանքի ջրեր կբխեն նրա միջից, որ երբևէ չի ծառավի, դա մենք ենք։ Եթե մենք խմում ենք Տիրոջ ջրերից, պետք է հաջողվենք։ Եթե մեր արմատները Տիրոջ ջրերից է սնվում, պետք է հաջողվենք։ Որտեղ պետք է հաջողվենք, որտեղ։ Գրված է Սաղմոսում, գրված է ինչը որ անի կհաջողի։ Միթե ծառը իր ծառի անելիքներից զատ ինչ որ բան պետք է աներ, պետք է թևեր առներ, թռներ։ Գնար ինչ որ միտեղ տնկվեր կամ չգիտեմ, ինչ որ անի կհաջողվին, նա չի որ, ասենք, այն բնույթից դուրս բան պետք է արվի։ Չէ, մեզ հստակ տրված է մենք ինչ պետք է անենք։ Մեզ հստակ, գիտեք, Տերը արդար չէր լինի, եթե մեզանից պահանջեր բան, ինչը որ չի տվել։ Տենց է թե չէ։ Մենք մարդիկ գիտենք, չէ, արդարության չափանիշները։ Դու կարաս դիմացինից ուզես այն ինչը որ չես տվել։ Կասի չես տվել, խես ուզում, չէ։ Բա մենք եթե այդ արդարության չափանիշները գիտենք, չէ, իսկ Տերը մեզանից պահանջելու է, չէ, որ մենք հավատարիմ գտնվենք իր տվածի մեջ, ուրեմն տվել է։ Ուրեմն չենք կարողանալու ասենք, գիտես ինչ, դու չէիր տվել, հնարավորություն չէիր տվել։ Հնարավորություն չէիր տվել գնայինք, խոսայինք մարդուն, ով որ մահանում է, որպիսի ինքը ապաշխարի, որտեղ Տերն է փրկությունը։ Կամ մեկը հիվանդ է, գնաս համարձակությամբ աղոթես ու հռչակես, որ Տերը բժշկում է։ Կամ մեկը որ տեսնում ես կարիքավոր է, գնաս ու ձեռքը բռնես ու ասես իմացի, որ Տերը ողորմած է, ու եթե հնարավորություն ունես, կիսվես իր հետ։ Չենք կարողանալու խուսափենք այդ ամեն ինչը։ Դրա համար աչքերներս եկեք բաց պահենք, մեր միտքը բաց պահենք։ Մի վկայություն եմ ուզում անել։ Իմ համար միշտ մարտահրավեր է եղել այն հատվածները, որտեղ մարդիկ մահանում են ու կամ հիվանդ են, որպեսզի գնամ այնտեղ ու ես խոսեմ Տիրոջ մասին, որովհետև բան է, շատ վտանգավոր է այդ պահը, ու ես մի տեսակ զգում եմ, որ ինձանից հարցվելու է, հարցնելու է Տերը ինձանից, ինչ արեցիր, պարապեիր, գնում գալիս էիր, մտածում էիր, որ հա դե հերթական մահն է, հերթական չգիտեմ ինչն է եւ այլը, մենք հիմնականում տենց էլ ապրում ենք, հա առել ենք Տիրոջ, խոսքն ենք առել, աղոթք ենք առել, բայց հիմնականում մեր միտքը աչալուրջ չի, արթուն չենք մենք, արթուն չենք։ Մենք անընդհատ չենք մտածում, որտեղ ինչ կարանք անենք, որ հասցնենք Տիրոջ մասին խոսել, Տիրոջ փառքը վկայել, Տիրոջ նման ապրել։ Մենք այդ առումով քիչ ենք արթուն, ես իմացն եմ ասում։ Մենք որ ասում եմ, առաջնահերթ ես ինձի նկատի ունեմ, ու մորաքրոջս ամուսին մահացավ արդեն, ու այդ ընթացքներ, ու ես էլի հերթական անգամ մտահոգությամբ սենց շատ էի բորբոքված, ինչ ա լինելու, ոնց ա լինելու, ու ես գնում էի հիվանդանոց, առաջի անգամ գնացի, դուրս եկա, ասես ինչ գիտես, վաղը կարողանալու ես, տեսնես ես մարդուն, բայց ես գիտեի, որ ֆիզիկապես նորմալ է բան, ինձ թվում էր, ասի Տեր ջան, դե ֆիզիկապես էլ որ նորմալ է, քաղցկեղ էր մոտը, խնամքի կենտրոն կա, տեղ էին տարել, մի քանի անգամ տենց գնալուց հետո ես զգացի, որ վատանում է վիճակը, իհարկե ես չպետք է սպասեի, պետք է ավելի շուտ գործեի, ու երբ որ արդեն մեջս տագնապ էր, ոնց որ այդ օրը շտապեցի իր մոտ ու գնացի, ասեցին գիտակցության մեջ չի, ու պատկերացնում եք, չէ, ոնց ես զգում, ասենք անպետք է զգում քեզ էլի, չէ, ինձ թվում է մեր հետ եղել է դա էլի, անպետք է զգում, դու շատ կարևոր բանից վրիպել ես, իրականում այդպես է, աղոթեցի ասեցի Տեր ջան, հնարավորություն տուր խոսելու, ինքն էլ այնպիսի մարդ էր, որ բան էր, չէր կարա ակնկալեր, խիստ էր ու կարար բաներ թույլ տար, որ դու չէիր արժանացել ու
ոնց որ ասվեր քո հանդեպ եւ այլը ու անընդհատ չէիր ուզում իր հետ շփվել, բայց պահը այնպեսին էր, որ չես նայում դրան արդեն։ Ու աղոթեցի ինքը գալուցինացիաների մեջ էր, որովհետեւ շատ մեծ ցավեր ուներ ու դրա համար տալիս էին իրան որոշակի դեղորայք ու ասեցին չի ճանաչի քեզ, եթե ճանաչի էլ ուրիշի տեղնա դնելու բան եւ այլը, այդեն շատ հուսահատված աղոթեցի ու ասեցի հավատքով, բայց ասեցի աբոձյաձա ինքը սենց մի անգամից աչքերը բացեց, ասեց Նարեկ ջան, եկել ես նստի։ Ասի եկել եմ, բայց եկել եմ իրար հետ աղոթենք։ Երբևէ ես չէի ասի, որ ինքը առողջն է, չէի ասի, որ եկել ենք աղոթենք, չգիտեմ։ Միգուցե կասեի, չգիտեմ։ Ամենայն դեպս խոստովանում եմ, որ պետք էր ավելի շուտ անել այդ ամեն ինչը։ Տերը էլի ողորմած է գտնվում մեր հանդեպ։ Ասեց Նարեկ ջան, եկել ես նստի, ասեցի եկել եմ, որպեսզի աղոթենք ու ուզում եմ հասկանամ ինչ է հիմա տեղի ունենում, բայց բան ունեմ իմ մեջ, որ ինչ ուզում է տեղի ունենա, ես պետք է աղոթեմ ու իր հետ պետք է աղոթեմ ու ինքը իմ հետ պետք է աղոթի։ Ասեց հա, արի աղոթենք ու դժվարությամբ էր խոսում։ Ասեց հա, արի աղոթենք։ Ու ձերքը բռնեցի ու սկսեցինք աղոթել, ասեց մեղքերի թողության համար։ Ասեցի մեղքերի թողության համար ու սկսեցինք աղոթել ու ինքը հետևիցս կրկնում էր։ Ես իրան չէի ասել կրկնի։ Ու ինքը հետևիցս կրկնում էր։ Ու գնալով ոնց որ մարում էր, չէր կարողանում, ֆիզիկապես չէր կարողանում։ Ու վերջում ասեցի, որ իմացի, որ Հիսուս Քրիստոս, ասա Հիսուս Քրիստոսը, ասում է Հիսուս Քրիստոսը ու հազիվ է, բայց ասում հազիվ է արտաբերում, ասեցի քո Տերն է ու Փրկիչն է, հանգարց չկասկածես, ասեցի ինքը քեզ պահապան է։ Ու նստեցի ու դե ոնց է, ասենք արել ես արածը, հաղթության զգացումը ունես, բայց վկայություն չունես հələ, էլի մտածում ես մարդկայինորեն, միգուցե վկայություն կար, ես չեմ նկատել, բայց վկայություններից մեկն էր, որ ինքը հոժարություն ուներ այդ ամեն ինչը անելու, բայց գեր բնական որպես վկայություն ասենք չես առնում ու հարց ես տալի, արդյոք տեղին էր թե տեղին չէր, տեղին էր միանշանակ, բայց արդյոք հասավ տեղ ոնց որ էլի, թե ուղղակի գալուցինացիաների մեջ իհարկե այդ հավատքով տենց դուրս եկա վերջում էլ ասի պինդ կլինես Տերը քո հետ է ու դուրս եկա արդեն գնացի 2 օր հետո մահացավ ուրեմն երկրորդ օրն էր դեռ չգիտեինք որ մահացել է երկրորդ օրն էր աղջիկա հետ խոսում եմ քույրիկիս հետ խոսում եմ ասեց պապայի իմացել եմ որ գնացել ես մոտը չգիտեր որ աղոթել եմ բան ասի Զենջան իմացի որ գնացել եմ իրար հետ աղոթել ենք ու ինքն էլ ոնց որ ասեց մեղքերի թողության համար ինքը կրկնեց իմ հետ մեկ էլ ասեց փաստորեն դրա համար էր հա ասում ինչ էր ասում էր որ վարվում էի մինչև այդ հիմա ասում էր մի ուրիշ խաղաղություն եմ ապրում ասում եմ Զինջան ասում եմ նորից մի հատ ասա էլի ասում էր որ վարվում էի բայց այս 2 օր է բան եմ խաղաղություն եմ ապրում մի տեսակ հանգստացել է ներսս ասում եմ Զինջան դու ասում ես այն վկայությունը որը որ պետք էր մեզ որպեսզի իմանայինք որ մեր գործը Աստված երբեք չի անտեսել այն ինչը որ մենք անում ենք Աստված երբևէ մատերի արանքով չի նայում հավատացեք Աստծո ժողովուրդ եկեք կանգնենք ոտքի Տիրոջ առջև Տիրոջ ներկայությունը Տիրոջ խոսքը կենթանի է Տիրոջ խորհուրդները մեզ են սպասում մեզ Տիրոջ խորհուրդները մեզ մարդկանց ովքեր Տիրոջ բերը որը քաղցր է ու թեթև առել ենք մեր վրա ով Տիրոջը ճանաչում է որպես Տեր ու Փրկիչ Տիրոջ խորհուրդները մեզ են սպասում Տիրոջ գեր բնական խորհուրդները ու մենք կարիք ունենք գալու Տիրոջ առաջ գալու Տիրոջմով ու գործելու այն մեծ պատասխանատվությունը ու այն մեծ կանչն ու կոչը որը Տերը արել է մեզ համար վերջին օրերին լինելու որպես զորավոր եկեղեցի որպես զավակ ում Տերը կասի
բարի ու հավատարիմ ծառա։ Եկեք աղոթենք